Շենգավիթ բժշկական կենտրոնում իրականացվել է պտուկների և ֆարեոլայի վերականգնման եզակի վիրահատություն։ Վիրահատությունն արվել է հատուկ իմպլանտների կիրառմամբ, որոնք առավելագույնս մոտ են իրական պտուկներին։ Սա կրկնակի մաստեկտոմիա տարած կնոջ կրծքի բարդ վերականգնման արդեն եզրափակիչ փուլն էր։ Ամեն ինչ սկսվել էր 5 տարի առաջ, երբ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել և ամբողջությամբ հեռացվել էին 2 կրծքագեղձերը։ Վիրահատությունը կատարվել էր արտերկրում, հետվիրահատական հյուսվածքաբանական հետազոտությունը չէր հաստատել ախտորոշումը, մինչդեռ երիտասարդ կինը մնացել էր առանց կրծքի։ Կատարվել է կլասիկ մաստեկտոմիա, ամբողջովին կրծքագեղձի, մաշկի, պտուկարուլային համակարգի և թևատակերի լիմֆատիկ հանգույցների հեռացումով։ Կինը, ով այժմ 38 տարեկան է, որոշել է վերականգնել կորցրած կուրծքը և 2 տարի առաջ դիմել է Շենգավիթ բժշկական կենտրոն։ Եվ պացիենտը արդեն դիմելով մեզ որոշել է, որպեսզի ձերբազատվի իր կոմպլեքսներից ստանալ գեղեցիկ կուրծք, կարելի ասել նոր կուրծք։ Աբրահամ Դանիելյանն առաջարկել է նոր կրծքի ստեղծումն իրականացնել մի քանի փուլով։ Սկզբում անհրաժեշտ էր 2 հեռացված կրծքագեղձերի տեղում աճեցնել նոր մաշկ, որպեսզի դրա տակ հնարավոր լիներ տեղադրել իմպլանտները։ Դրա համար հետվիրահատական սպիերի երկայնքով կտրվածք է արվել և տեղադրվել են հատուկ էքսպանդերներ։ Սպիով հենց կտրվածքը կատարվել է, տեղադրվել է էքսպանդեր և նորից վերքը կարվել է, որից հետո արդեն էքսպանդերները ունեն հատուկ պորտա կոչվում, տեղադրվում է մաշկի տակ և որի միջոցով ներարկելով նրա մեջ ֆիզլուծույթ ստանում ենք հյուսվածքի պլյուսը, այսինքն աճեցնում ենք մաշկը և 3-ից 4 ամիս տևողություն է ունենում այդ պրոցեսը և արդեն ստանալով մեր ցանկալի գրպանիկը հեռացնում ենք էքսպանդերը և տեղադրում ենք արդեն իմպլանտներ։ Իմպլանտների փուլը դա երկրորդ փուլն էր և երրորդ փուլը արդեն պացիենտ կան ցանկացավ, որ մենք ստանանք պտուկարուլային համակարգ։ Կինը փորձել էր ցանկալի արդյունքին հասնել դաջվածքի միջոցով, սակայն արդյունքը նրան դուրս չէր եկել։ Նա չէր համաձայնվել նաև, որ պտուկը վերականգնվեր սեփական մաշկի միջոցով։ Կինը ցանկանում էր ունենալ բնականին առավելագույնս մոտ կուրծք։ Բժիշկները նրա համար արտերկրից պատվիրեցին հատուկ իմպլանտներ։ Շոշափելիս զգացվում է, որ գոյություն ունի պտուկ, իմպլանտը ունի հատուկ ձև, որ մաշկը արդեն ներ է աճվում այդ անցքերի մեջ և այդ արեոլայի շուրջ, երբ որ բոլորը գիտեն, ոնց որ սենց պուտիկներ լինի, այդ ամեն ինչը արդեն ձևավորվում է և շատ բնական տեսք ենք ստանում։ Բժշկի խոսքով ինքը չի դադարում հիանալ իր պացիենտի տոկունությամբ ու կամքի ուժով, որը 2 տարի շարունակ անշեղորեն գնացել է դեպի իր նպատակը։ Ես ուղղակի հիացած եմ մեր պացիենտկայի կյանքի ստիմուլով, նրա այդ ներքին ուժով, որ նա կանգ չառավ և նա էր ինձ ավելի շատ ստիպում, որ մենք գնանք մինչև վերջ, չնայելով ինչքան է տևելու, ինչերի մեջով ենք անցնելու, շատ դժվար ճանապարհ անցնելով հասանք մեր ուզած արդյունքի։